6 տարի շարունակ իրենց հասանելի գումարը չստացած հաշմանդամ օդաչուներն այսօր կրկին Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ էին։ Ինչ որ մի շարժ նախագահականում կա, իսկ վարչապետի մոտ 4 տարի ձուն ձմեր անձև արև նա մեր հետ չխոսած ոչ մի սիկուն բանի տեղ չդրեց։ Օդաչուների խոսքերով Սերժ Սարգսյանն իրենց խոստացել է լուծել խնդիրը։ Նրանց ողջևորել է նաև երեք ազգային ժողովի կառավարության հարց ու պատասխանի ժամանակ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հայտարարությունը հայկական ավիաուղիներին պատկանող Սևանի ափամերձ տարածքը վաճառելու եւ օդաչուների գումարները տալու վերաբերյալ։ Դա ոնց որ ասած վերջ չի, որովհետեւ դրանով բրծնումը փակվում է, բա հետո մարդիկ եթե ապրեն, ինչ պետք է լինի։ Օդաչուները գոհ են իրենց հարցը խորհրդարանում բարձրացրած ՀՕԻԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանից, սակայն կարծում են, որ նա լավատեղյակ չէ խնդրին։ Նույնիսկ երեք Արծվիկ Մինասյանն է բյուջեի հարցով բարձրացրել հաշմանդամ օդաչուների, բայց մեր հետ այսօր գնալու եմ իր համար։ Որտեղից է եկալ այդ նյութը ու մտե։ Գործող օրենսդրության համաձայն փոխհատուցումը պետք է, եթե կազմակերպությունը լուծարվել է, ապա պետք է տրամադրվի պետական բյուջեի միջոցների հաշվին։ Սակայն ցավոք նաև 2013 թվականի պետական բյուջեի նախագծում կարծեք թե չկա նախատեսված այդ գումարները։ Սաթենիկ Հովսեփյան, IPF։ Օդաչուներից ոմանք ճանաչել են արդարադատության նախարարին մինչ այդ պաշտոնը զբաղեցնել է եւ կարծում են, որ նախարարը այլ պատասխան պետք է տար իրենց վերաբերող հարցին։ Մինչև նախարար դառնալ եմ հրաշք էր։ Հիմա աստված գիտի ինքը ծառայող է հիմա, այդքան մի բան, ուրիշ բան չեմ կարող ասել։ Լողացել է երեք, ինքը նիստի վաղ ուղղակի լողացել է, բայց հարկավոր օրենքով ապրել չլողա, հարմարվելուց վատ բան չկա,